Մինչև խաղը եւ ենթադրում եմ խաղից հետո քաղաքագետներն ու փորձագետները քննարկելու են, թե ինչ է փոխվելու Գյուլի այցից հետո։ Կարծիքները երկուսն են ոչինչ, սահմանները ինչպես փակ են, այնպես էլ կմնան, մյուսները ավելի լավատեսական են տրամադրված։ Այսօր օրինակ իմ թուր գործընկերներից մեկը իմեյլ էր ուղարկել առաջարկով ստեղծել Հրանտ Դինքի անվան դիվանագիտական նախաձեռնություն։ Մի խոսքով ֆուտբոլ խաղալն ու դիտելը այնքան էլ պարզ չէ, եւ հասկանալի է, որ մեկ այցով կամ մեկ հանդիպմամբ հնարավոր չէ լրացնել այն բացը, որ գոյություն ունի փակ սահմանների պարագայում։ Ինչ կա եւ կլինի։ Թեման շարունակում է Արտյոմ Լևոնյանը։ Ասուլիսային հիջիքետի վերջին օրերի հրատապ թեման հայ-թուրքական ֆուտբոլային, բայց նաև քաղաքական հանդիպումն է։ Շաբաթվա հիթի շուրջ այսօր կարծիքներ են հայտնել քաղաքական հակադիր թևերը ներկայացնող դաշնակցությունն ու ՀԱԿ-ը։ Խնդիրը վերլուծել է նաև Արարատ ռազմավարական կենտրոնի տնօրենը։ Գլխավոր դերակատարը երկու դեպքում էլ 100-ամյա կուսակցություններ։ Արմեն Այվազյանը դեմ չէ Հոյդայի բողոքի ակցիային, դեմ է բողոքի ուղղվածությանը։ Իմ տարբերությունը դաշնակցության դիրքորոշումից շատ էական է։ Դաշնակցությունը քննադատում է Թուրքիայի քաղաքականությունը։ Ես քննադատում եմ Հայաստանի Հանրապետության քաղաքականությունը։ ՀԱԿ անդամ Լևոն Զուրաբյանն էլ իր հերթին անբնական է համարում դաշնակցության ցույցը։ Ըստ նրա դա տարօրինակ է, առնվազն այն հանգամանքով, որ դաշնակցությունը կառավարության մի մասն է։ Դեռ հասկանալի կլիներ, եթե խոսքը գնար ինչ որ հարցերի շուրջ տարբեր դիրքորոշումների մասին։ Բայց կառավարությունը չի կարող, անգամ եթե ներսում ունի տարբեր խմբավորումներ, որոնք ունեն տարբեր դիրքորոշումներ, չի կարող ունենալ տարբեր գործողություններ։ Դաշնակցությունը արդարանալու պատճառ չունի։ Ըստ Կիրո Մանոյանի Գյուլի այցից դրական փոփոխություններ պետք չէ սպասել։ Մանոյանի կարծիքով, եթե Թուրքիան փոխի իր կեցվածքը Հայաստանի նկատմամբ, դա կանի միայն իր դիրքն ամրապնդելու նպատակով։ Սահմանի բացման նպատակին էլ Կիրո Մանոյանը հավատում է ինչպես պարզ երկնքում կայծակին։ Թուրքիան ինչ որտեղ կարծես իր քաղաքականությունը վերանայելու, թերփոխելու մասին հիմք չունենք ասելու, որ Թուրքիան իր քաղաքականությունը փոխում է։ Կարող է սահմանը մի օր արթնանան եւ բացեն թուրքերը, որովհետեւ այդպիսի քայլ արեցին Կիպրոսում։ Մի օր վեր կացան, ասեցին, որ հյուսային հարավային Կիպրոսի միջև անցքը որ փակ էր, բացում են։ Սահմանի բացումը կլինի կայծակնային, թե դանդաղկոտ վերլուծում է Արմեն Այվազյանը եւ պատասխանում ոչ այն, ոչ էլ մյուսը։ Թուրքիան սահմանը կբացի միայն իր նախապայմանները առաջ մղելով եւ սահմանի բացման ժամանակ շահավետ դիրքում հայտնվելու պարագայում, ըստ փորձագետի նախապայմաններն ու սահմանը փակ պահելը ճնշման լծակներ են։ Իրականում դրանք անհնար է ընդունել, այսինքն Արցախը հանձնել Ադրբեջանին անհնար է։ Հենց այդ նպատակով էլ Թուրքիան առաջ է քաշել այնպիսի պայմաններ, որոնք անհնար լինեն ընդունելու համար, որպեսզի նա մշտապես հնարավորություն ունենա ճնշումներ գործադրելու Հայաստանի վրա։ Վերլուծաբանը նկատեց Հայաստանը պետք է հաշվի առնի ոչ միայն քաղաքական շահերը, այլ նաև տնտեսական եւ ժողովրդագրական խնդիրները։ Ըստ նրա դիվանագիտական հարաբերությունների հաստատումը չի երաշխավորում միայն դրական արդյունքներ։ Արտյոմ Լևոնյան, Գևորգ Գևորգյան, Ռոմիկ Խաչատրյան, Հայլուր։